Հնարավոր է փրկի ձեր կյանքը։ Բոլորն էլ հիվանդանալու են ուռուցքով։ Պայքարում է մաշկո մեկ ասում ենք, ինչ հավես գույն է։ Քսում ենք արևապաշտպան եւ չկա կոմպրոմիս։ Մի վարքյան լոնդոնցիք էլ պետք է, այսինքն քսեն։ Ցանկալի է ցանկացած խալ հեռացնել։ Okay, դու փչացնում ես քո առողջությունը, բայց փորձի գոնե վայելել դա։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք, շնորհակալություն, որ լսում եք։ Այսօր ձեր ուշադրությունն ենք ուզում, որովհետև շատ կարևոր բանի մասին ենք խոսելու, նույնիսկ բանի մասին, որը հնարավոր է փրկի ձեր կյանքը ապագայում, հենց որ խնդրում եմ, տրամադրեք մի ժամ, որ սրա մասին ամեն ինչ իմանաք։ Այսօր մենք խոսում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մաշկաբանության ծառայության ղեկավար Էդուարդ Ավագյանի հետ։ Բարև ձեզ։ Դոկտոր ջան, շատ ճիշտ է։ Մոտենում է մայիսը մաշկային ուռուցքների իրազեկման ամիսն է, դրա համար ուզում ենք իրազեկենք առհասարակ եւ դրա մասին եւ քաղցկեղի մասին ունենք լիքը տենց չայնիկ հարցեր, հուսով ենք մանկանեք, բայց ինչով է հենց Հայաստանում առավել վտանգավոր մաշկի ուռուցքները, մելանոմաները։ Վտանգավոր է, որովհետեւ արևը մոտիկ է մեզ։ Ավելի եթե բարձ ասենք, ինչքան բարձրադիր գոտի մենք ապրում, այնքան արևին մոտիկ ենք, իսկ արևը մաշկի չարորակ ուռուցքների ամենավորոշիչ ու ամենագլխավոր նպաստող գործոնն է։ Ինչի մայիսը որոշեցին, որ պետքա լինի մաշկի չարորակ ուռուցքների իրազեկման ամիս, որովհետեւ մյուս ամիսները զբաղված էին։ Մյուսամիսները բարորակ ուռուցքներ։ Հա, լավ, բայց որովհետեւ մոտենում են արևային եղանակները, իսկ արևային եղանակներին մենք պետք է նախապատրաստենք բոլորին մայիսից սկսած, չնայած հեսա կասեն, որ տարին 12 ամիս, բայց ամեն դեպքում գոնե մայիսից սկսած մարդիկ պաշտպանվում են խիստ արևից։ Որովհետև արևից կարող են առաջանալ չարորակ ուռուցքները, իսկ եկեք առհասարակ մինչև մաշկային չարորակ ուռուցքների անցնենք, հասկանանք այդ ուռուցքը ինչ է իրենից ներկայացնում, որովհետև լիքը sense տար ըմբռնումներ կան կամ թյուր ըմբռնումներ կան դրա վերաբերյալ, ուռուցքը կամ քաղցկեղը դա բջիջների անկառավարելի աճն է։ Երբ որ իրանք առանց վերահսկվելու սկսում են աճել ինչքան ուզեն։ Իհարկե համապատասխան օրգանը, որտեղ իրանք աճում են, իրանք այդ օրգանը կավիրեն, կվնասեն եւ դա կբերի տվյալ օրգանի ֆունկցիայի խաթարման ու ի վերջո հիվանդի մահվան։ Հիմա sense հարց պետք է առաջանա, բա խիա այդ ուռուցք, այդ բջիջը սկսում տենց անկառավարելի աճել։ Եվ ոնց է արևը դրան նպաստում։ Արևին կանդրադառնանք, որովհետև միայն արևը չի այստեղ, եկեք չվերցնենք առանձին մի հատ գործոն, ասենք, всё, այս գործոնից հանեցինք, ուռուցքը չի առաջանա։ Կոմպլեքս համալիր պետք է մոտենանք։ Հիմա նայեք, առհասարակ ուռուցքային բջիջներ ամեն վայրկյան, ամեն օր, ամեն ժամ մեր օրգանիզմում առաջանում են միշտ, ծնված օրվանից սկսած։ Խի չենք մենք հիվանդանում ուռուցքով հենց ծնված օրվանից, որովհետև ունենք մի հատ շատ լավ, եթե ունենք իհարկե, առողջ իմուն համակարգ, որը պայքարի մեջ է անընդհատ այդ ուռուցքային բջիջների դեմ։ Ընդհանրապես բնությունը հենց է ստեղծել, որ սկզբում բջիջները սովորեն բազմակի աճելուն, անընդհատ աճում են, հա, ու գալիս է մի պահ, երբ որ այդ աճը կանգնում է։ Մենք ծնվում ենք, ենթադրենք, մի սանտիմետրանոց երիկամով, բայց գալիս հասնում ենք չափահաս տարիքի 10 սանտիմետր է դառնում ու չի մեծանում։ Այդ հարցը չի արվում, լավ, խի չի մեծանում այդ բջիջը, խի չի բազմանում առասարակ այդ օրգանը, որովհետև կան սահմանափակող գործոններ բջիջների ներսում, մասնավորապես DNT-ի մեջ։ Այս DNT-ն ինչ ենք մենք շեշտում, որովհետև DNT-ն է պատասխանատու բոլոր ուռուցքների առաջացման համար։ DNT-ի մեջի փոփոխություններն են պատասխանատու։ Եվ կյանքի ընթացքում անդադ այն ենթարկվում է մուտացիաների, անընդհատ։ Մուտացիայի հետևանքով առաջանում է այդ ուռուցքային բջիջը, հետո իմուն համակարգը դրան վերացնում է։ Ու ուռուցքային բջիջը առաջանում է, երբ որ այն սահմանափակող գործոնը, երբ որ ասում էի սահմանափակում է, որ բջիջները աճեն, դա վերանում է այդ մուտացիայի հետևանքով։ Ու առհասարակ sense մի հատ բան կա, որ միևնույնն է ուռուցքը առաջանալու է։
որովհետև կյանքի ուռուցքը առաջանում է, որովհետև կյանքի ընթացքում իմուն համակարգը կորցնում է իր ուժը, դա մենք գիտենք, մենք ինչքան մեծանում ենք, մեր իմուն համակարգը ավելի թուլանում է, հետևաբար թուլանում է նրա հակաուռուցքային պաշտպանողունակությունը։ Բայց անտրամաբանական բան եմ զգում, սովորաբար իմունային համակարգը ինչքան շատ է փորձ բան ներս քաշում, այդքան ավելի ուժեղ է դառնում, դրա համար այտենց պրիվիվկաները տարբեր գցում ես քեզ միջավայր, որ ամեն տեղից իմունային համակարգը հագեցնես, ամեն ինչին պատրաստ լինի ու վերջում բան անում, Սերգեյ ջան, վարակային հիվանդությունների առումով շատ ճիշտ եք ասում, բայց եկեք չխառնենք, վարակային հիվանդությունների պարագայում նույնիսկ եթե մենք իմուն համակարգը ամրապնդում ենք պատվաստումներով եւ այլն, բայց եթե այլ գործոններով մեր իմուն համակարգը ճնշվեց, այդ գործոնները խոսում են, օրինակ նստակյաց կյանք, վատ սնունդ, ճնշվեց իմուն համակարգը, նույնիսկ այն պատրաստված այդ ինֆեկցիաներով, պատվաստումներով պատրաստված իմուն համակարգը թույլ է աշխատելու նույն վարակային գործոնների ուրախ եմ, որ ալկոհոլ չասեցիք։ Ասելու եմ։ Ու այսպեսի մի բան կա, որ առհասարակ բոլորն էլ հիվանդանալու են ուռուցքով։ Okay, սա վերնագիր։ Այս անոնսի մեջ Բայց You're all gonna die։ այդ բժշկական փաստ է մեր մեջ ասած։ Ուղղակի ոչ բոլորն են հասնում իրանց ուռուցքին։ Իրանք վաղաժամ, ճակերտավոր վաղաժամ մահանում են այլ հիվանդություններով։ Այդ միշտ է եղել տենց։ Այդ միշտ է եղել։ Մինչև ատոմային կայաններ, էլեկտրականություն։ Այսինքն եթե մի հատ համակարգ պատկերացնենք մոտավոր, որտեղ չկան այլ հիվանդություններ, մինչև, էլի տենց է եղել։ չկան այլ հիվանդություններ, չկան տրավմաներ, չկան ինչ-որ դժբախտ պատաններ, որից կարանք մահանալ, ուրիշ պատճառ չկա մահանալու։ Ուռուցքը հաստատ կլինի։ Որովհետև դենթեի մուտացիաները անընդհատ են տեղի ունենում, որովհետև իմուն համակարգը անընդհատ է թուլանում գնալով եւ ի վերջո այս պայքարի մեջ հաղթում է դենթեի մուտացիան։ Այսինքն մեր կյանքը դուրս է գալիս, դուրս է գալիս մուտացիայի եւ իմուն համակարգի միջև պայքար։ Հիմա մեր ապրելու առհասարակ նպատակը ինչն է, ասես ճակերտավոր ասած, այնպես անել, որ այդ բանը երկրորդը իմուն համակարգը հնարավորինս երկար մեզ պաշտպանի այն մուտացիայից։ Հիմա ոնց է մեր Հայաստանի արևը մեզ էքսպոզ անում այդ ամեն ինչին, որովհետև հայ տղամարդու բանում այդքան ու մեր տարիքում արդեն օքեյ է կրեմ քսելը, բայց օրինակ պապայիս մոտ տես չեմ ասի, որ պապի ես կրեմ եմ քսում ամեն օր։ Вообще ոնց ճիշտ կառուցենք մեր հարաբերությունը արևապաշտպան այդ միջոցների հետ, որքանով են աշխատում, որն է աշխատում։ Տեսեք, Նարեկ ջան, արևապաշտպանի քսելը ինքը առանձին գիտություն է, ասենց ասեմ, որովհետև մենք խոսեցինք, որ նույնիսկ դուք քսել եք արևապաշտպան, բայց միևնույնն է վառվել եք։ Հա։ Դուք չասեցիք։ Ինչի, որովհետև քսելու ժողովրդական լեզվով ասած ձևել կա։ Հիմա բացատրեմ այդ ձևը որն է։ Առհասարակ նախ ճիշտ արևապաշտպան պետք է քսենք։ Քանի է SPF։ Ճիշտ արևապաշտպան ասելը մինչև SPF-ին անդրադառնալը նախ պետք է նայենք, որ վրան գրված լինի լայն սպեկտրի։ Խի։ Ինչու՞։ Բացատրեմ։ Արևապաշտպան ինչից է պաշտպանում։ Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները ունեն A, B, C։ C-ն մեզ չի հասնում, որովհետև օզոնային շերտով կլանվում է, A-ն ու B-ն գալիս հասնում են։ Ընդ որում B-ն նույնիսկ ներթափանցում է ամպերով։ Այսինքն ամպամած եղանակին էլ է պետք պաշտպանվել։ A-ն ինչ է անում, ասպեկտ ուլտրամանուշակագույն ճառագայթը ինքը պայմանավորում է մեր մաշկի ծերացումը։ Հա, դուք էլ տեսած կլինեք այն մարդիկ, ովքեր գյուղում են աշխատում հողի հետ, անդադ արևի տակ, ավելի ծեր, ավելի կնճռոտ տեսք ունեն, քան թե քաղաքաբնակները, ովքեր փակսեն սենյակներ ունեն։ Հա, B սպեկտրը պայմանավորում է, ասենք, այրվածք, արդեն այրվածքը։ Հա, որտեղ ինքը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ էներգիա։ Իսկ երկուսն էլ բերում են դենթեի փոփոխությունների։ Նայեք, երբ որ արևահարվելուց հետո մեր մաշկը սևանում է, ի՞նչ է տեղ ունենում մեր մաշկում։ Մեր մելանոցիտները ի պատասխան այդ արևային ճառագայթների սկսում են արտադրել, բազմանալ ու արտադրել մեծ քանակությամբ մելանին։ Այսինքն դենթեի փոփոխություն է տեղ ունենում այդ մելանոցը, որտեղ սկսում են բազմանալ։ Իսկ այդ ամեն անգամ երբ որ դենթեի փոփոխությունը կատարվում է, ռիսկը մոտիկանում է, մեծանում է մուտացիաների։ Կառավարումից դուրս գալ։ Որ այդ բազմացումը դառնա անկառավարելի։ Դրա համար այդ
Սևանալը, որ մանավանդ մեր հայ ընդհանրապես աղջիկները կանայք սիրում են, հա, այդ զագարի գույնը ստանալ, սիրուն է բանը, բայց ամեն անգամ որ զագար են ստանում, իրանք մի քայլով մոտիկանում են մորուսկին։ Շոկի են ենթարկում էլի մաշկը ինձ թվում է օրգանիզմը ինչ որ տես արտաքին միջամտություն, որի դեմ պայքարում է մաշկը, մենք ասում ենք, ինչ հավես գույն է։ Այդ մաշկը պայքարում է այդ ընթացքում։ Մի հատ ստատիստիկա կա, որ եթե մանկական ու հասունացման տարիքում մենք 3 անգամ արևը հարվել ենք, ու զագար ենք ստացել, այսպես կոչված արևայրուք ենք ստացել, հնգակի անգամ մեծանում է մելանոմայի առաջացման ռիսկը։ Արդեն մի քիչ շուտ պետք է ասեի։ Հələ Սևան չեմ ասում, հələ Սևանին կա, Եգիպտոս է չգնանք։ Գնանք, բայց հիմա ասեմ այդ շարունակություն, թե ոնց պաշտպանվենք, որ մի վարքան էլի, եկեք մի հատ գլոբալ բան որոշենք։ Մենք կարանք լիաթոք վստահությամբ խորհուրդ տանք մարդկանց չընդունել զագար։ Նաֆիգ հրաժարվել զագարից։ Ոչ միայն լիաթոք, այլև բոլոր այլ օրգաններով լիքը կարանք մենք ասենք, որ չի կարելի։ Որտեղ ես էլ չգիտեի։ Կարծես թե կիրթ մարդ եմ, բայց ես չգիտեի, որ էդի Սևանում գիտեմ, որ լավ չի, բայց вообще պետք է խուսափենք արևից, հա։ Մենք գիտենք, չէ, որ սիգարետը քաղցկեղածին է։ Հավասարազոր դրան քաղցկեղածին է ուլտրամանուշակագույն ճառագայթա հարումը։ Այսինքն ծխող Սևան գնացած մարդը շատ դոլգը я вас искал։ Մի քիչ շուտ ասեիք։ Հիմա տեսեք, այդ որ ես ասեցի A եւ B սպեկտրի ճառագայթները, այն որ ասեցի line spectrum արևապաշտպան պետքա պաշտպանի եւ A եւ B սպեկտրից, որովհետեւ տեսեք արևապաշտպանի վրա ինչ է գրած SPF ու ինչ որ թիվ։ Ինչ է SPF-ը sun protection factor, այսինքն արևապաշտպանության գործակից, որը ցույց է տալիս, թե ինչքանով կպաշտպանի B սպեկտրից։ Միայն B սպեկտրից, այժի վրա, բայց կլինեն արևապաշտպաններ ու իրեն հարգող արևապաշտպանը գրված է լինում կամ line spectri կամ SPF plus PAA։ PAA-ը արդեն պաշտպանում է A սպեկտրից։ Այդ դրա վրա պետք է ուշադրել։ Այսինքն եթե միայն SPF-ը գրած, ուրեմն նա պաշտպանում է բանից։ B սպեկտրից այս չի պաշտպանում, 24-ից մի հաշիվ։ Հարցել, այդ սա ենթադրենք գրած է, բայց կա ինչ որ 900 դրամանոց արևապաշտպան ու կա 6000 դրամանոց։ Կանդրադառնամ դրան, բայց շատ կարևոր հարցերը թիվը։ Այդ SPF-ի կողքի թիվը ինչ է նշանակում, հա, 50+, 30+, 100+։ Վերջերս ինձ նվերեն 50 նոց։ Բժիշկ մարդ։ Այդ ինչ է։ Նայեք։ Արևապաշտպանության գործակիցը ինքը ժամանակային գործակից է։ Այսինքն հիմա բացատրեմ։ Տեսեք, ենթադրենք մենք գիտենք, որ գնացինք արևի տակ կանգնեցինք 5 րոպե հետո մեր մաշկը կարմրելու է, հա, վառվելու է։ Երբ որ SPF 50 ենք քսում, 50 անգամ ինքը երկարաձգում է այդ վառվելու process-ը։ Այսինքն 50 անգամ 5 ինչ անում, 250 րոպե հետո ենք վառվելու։ 4 ժամից ենք։ Հա։ Հետևաբար այս տրամաբանությունը ինչ է հուշում, որ ինչքան մեծ SPF-ով ենք քշում, այնքան ավելի երկար է մեզ պահելու։ Այսինքն մեկը ուժեղ չի, բան չի, երկարատևություն։ Ուժը, տեսեք, 30+-ի ու 50+-ի տարբերությունը ուժը ընդհանրապես 1% է ուժի առումով։ Տևողության առումով ահռելի է։ Okay, այս Հա, հիմա շատ լավ է, որ այս զրույցը գնում է, որտեղ կարևոր է։ ես չի սպասում, որ սխալ եմ ապրել սա կյանքս։ Okay, մի հատ էլ կարևոր ճշտում, կա հակա արևային քսուկներ ու կա արևային, կարծեմ, այսինքն կա որ տենց արտացոլում է ու չի թողում մտնի, հա, դլա զագարը против զագարը։ Մյուսներ տենց օգնում է, տենց ավելի արագ գույնը կոզած գույնը ընդունի։ Դրանք տեսեք, հիմա դա իհարկե չի ընդունվում, այդ ձեր ասածը, որ ասում եք ավելի ուզած գույնը ընդունում, նրանք ֆոտոտոքսիկ նյութեր են, որոնք ավելի մեծ քանակությամբ Ես գնում եմ բացօթյա բասեին, սաղ աղջիկերքը վրան էտի քսում են, դառնում են այս գինուշի գույն մեծ հաճույքով։ Դե դա սխալ է, էլի, չգիտեմ։ Աղջիկերք, դա սխալ է։ Իսկ Սալյարիսը Սալյարիսը դա հավասարազորը։ Okay, Սոլյարի գնաց։ ես մեծ մարդ եմ։ Սոլյարի գնացող կինը, նո սովորաբար կինը Կամ կանայքին է գնում։ Կամ Ռոս Գելերը։ Հա, Սոլյարի գնացողը նույն բանն է անում, ինչը կարելի է համեմատել ինքնախեղման հետ։ Որովհետև Այդ ինձ թվում է այդտեղ արև չկա, գոնե այդքան ված չի։ Չէ, որովհետև այնտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթահարումը կար ժամանակահատվածում ավելի մեծ ուժգնությամբ է կատարվում, որտեղ որ արագ մքվեն։ Դե բայց ցավոք այդ տրամաբանությամբ սիգարետն պետք է արգելվի։ Դալմամոլում կա հենա, քիչ էր մնում գնայի։ Այդ տրամաբանությամբ ինչի սիգարետը չեն արգելում։
Հա, Բոլորս գիտենք ինքը քաղցկեղածին է, դե դրական բան չէ։ որտեղ լիքը, չգիտեմ, այլ հարցեր կան։ Բիզնես։ Բայց հիմա տեսեք, այստեղ շարունակենք արևապաշտպանի ճիշտ քսելու տարբերակ։ Հասկացանք, որ լայն սպեկտրի է, հասկացանք թիվը, թե մենք ինչ ենք ուզում այդ թվով ստանալ, ոնց քսել։ Ոնց քսել։ Հա, դա էլ է շատ կարևոր, թե ոնց քսել, Սլաքի որովհետև ուղությամբ կամ հակառակ դա չէ, ես ժամանակային հաստությամբ, առումով, հա։ ինչ պարբերականությամբ, ինչ հաստությամբ, նայեք, պետք է քսել տանից դուրս գալուց 10-ից 15 րոպե առաջ։ Okay։ Որտեվ դուրս եկանք ու բանում պլյաժում այդ ծովափում նստեցինք, Սա քսեցինք, ոնց են անում։ Այդ սխալ։ դա սխալ է, որովհետև այն ժամանակահատվածում մինչև ինքը ներկծծվի, Հա, իսկ պետքա ներծծվի, որպեսզի ստեղծի այդ բարիերը, կստացի այդ բարիերի մասին եք խոսեմ, ժամանակ անցնում, այս ողջ ժամանակի ընթացքում ինքը արևը հարվում Մտանք է։ ջրի մեջ դուրս եկանք ինքը մաքրվեց։ Մտանք ջրի մեջ դուրս եկանք մաքրվեց, չնայած իմիգվա մեծ մաս արևապաշտպանները ջերակայուն են, բայց ամեն դեպքում խորհուրդ է տրվում նույնիսկ ջրից դուրս գալուց հետո, քրտնելուց հետո թարմացնել եւ բացի նրանից, որ գրածա թեկուս SPF-ը 50+, 100+, որ կարա 4 ժամ, 10 ժամ, 40 ժամ պաշտպանի, միևնույն 2 ժամը մեկ պետքա թարմացնել։ Եվ եթե ոչ ոք չունի առարկություն, ՔԿԱԳ-ն հայտարարում է ձեզ հայր եւ կին։ Կներեք, բայց այս Հերմինեն չի։ Գիտեմ, այս գայնն է։ Բայց ես պետքա Հերմինեի հետ ամուսնանայի։ Իսկ դու գնացել եք ընտրությունների։ Չէ, խառնի հարսանիքով։ Այ երբ չեք գնում ընտրությունների, ընտրում են ձեր փոխարեն։ Ախր իրար вообще չենք ճանաչում։ Գոնե ասա ինչ մյուզիկ ես սիրում։ Թաթուլ բրատս։ Իսկ մի հատ է հարցել ժողովրդական բաներից, ասում են այն ժամը 12-ի արևը շատ ուժեղ է, 11-ին է այդքան չէ, մեկը 5-ից հետո ինչքան ուզում ես մնա։ Տեսեք, արևապաշտպանությունը դա մենակ արևապաշտպան կրեմ քսելը չի։ Արևապաշտպանությունը ինքը կոմպլեքս գործողություններ է, որի մեջ մտնում է արևապաշտպան կրեմ քսելը, որի մեջ մտնում է գլխար կրելը, ակնոց կրելը, որի մեջ մտնում է ցերեկվա 11-ից 4-ը դրսում չլինելը, լայն ցանկալի սպիտակ երկարա թև հագուստ կրելը, ծովափի մասին է խոսքը գնում։ Այսինքն այս ստվերում գտնվելը, այս կոմպլեքսը կպաշտպանի մեզ, որովհետև նույնիսկ արևապաշտպան քսելը 100%-անոց չի պաշտպանում ուտամաշակագույն ճառագայթներից։ Հա, ուղղակի պաշտպանության շերտ ենք այդտեղ։ Այո, այս կոմպլեքսի պարագայում, այս գործողությունների իրականացու պարագայում մենք կպաշտպանվենք։ Այստեղ հա բանը հիշեցի, այդ բարիերը, որ ասեցի դրա մասին խոսեմ, տեսեք, շատ կարևոր նաև այդ արևապաշտպանի մեջ ինչ կա, որ մենք պետքա քսենք, ինչ ընտրենք, օրինակ երեխաների համար, մեծահասակների համար եւ այլն, ծնողներ եք բոլորդ էլ ու Կա այդ նույնի երեխեքի համարը, որը երկու անգամ պետքա թանկ է։ ընտրել, երկու անգամ թանկը, որովհետեւ հիմա բացատրեմ։ Ու հենց այդ ձեր հարցի պատասխանը կնի, թե 900 դրամանոցը չառնել, առնել, չգիտեմ, 9000 ես իմ քանի դրամանոց։ Տեսեք, արևապաշտպանությունը կատարվում է երկու նյութերի հաշվին, նյութերի խմբերի հաշվին։ Ֆիզիկական արևապաշտպաններ եւ քիմիական արևապաշտպաններ։ Ֆիզիկականները ինչ են անում։ Իրանք անդրադարձում, իրանք չեն կլանում ճառագայթները։ Եկավ կպավ անդրադարձավ արևի ճառագայթը։ Դրանք տիտանի երկօքսիդ, ցինկի օքսիդ, չեք հիշելու, բայց ամեն դեպքում ասեցի։ Սրանք ամենաանվտանգ նյութերն են, որոնք պարունակվում են, ցանկալի որ պարունակվում են մեծ մաս արևապաշտպաններում եւ պետքա պարունակվեն հենց մանկականում, չպարունակելով քիմիական բաներ, գործոններ, որովհետև քիմիականները արդեն վտանգավոր են։ Քիմիականների մեջ կարա լինի չզարմանաք նույնիսկ քաղցկեղածին նյութեր։ Այո, հա։ Քիմիականը ինչ է անում, քիմիականը կլանում է ուլտրամանուշակագույն էթիկետկայի վրա որ ջոկի։ Քիմիականը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթը, վերածում ջերմային էներգիայի, բայց չի ազդում մելանոցիտների վրա, բջիջների վրա։ Եվ սովորաբար դրանք, օրինակ, ավոբենզոլ, այսինքն նյութ, որը ստացվում է նավթից։ Եվ որոշ հետազոտություններ են արել, պարզել են, որ ավոբենզոն պարունակող արևապաշտպանների շուրջ բենզոլ օղակներ, բենզոիլի առհասարակ կոնցենտրացիան այդ օդում շատ է։ Իսկ բենզոլ օղակ պարունակող նյութերը իրանք քաղցկեղածին են համարվում։ Այդ նույն նյութերը պարունակում են օրինակ
ավտոմեքենաների արտոնետման գազերի մեջ։ Ու հարցը առաջացել շատերի մեջ, ասես պարադոքսալ ու վաղ, որ լավ, մենք արևապաշտպանը գցում ենք իբրև թե արևից պաշտպանվելու քաղցկեղից խուսափելու նպատակով, բայց այդ քսածն էլ է քաղցկեղ առաջացնելու։ Այդպեսի բան կար, վաղ կար եւ մի հատ կազմակերպություն Վալի Շուր որոշեց հետազոտել բոլոր, գրեթե բոլոր արևապաշտպանները, պարզել թե այդ կոնցենտրացիան արդյոք այդքան կանցերոգեն է, այդքան քաղցկեղածին է։ Երևի թե 700 անուն արևապաշտպան է ստուգել, որի 13%-ի մոտ այդ նյութը պարունակվում էր նորմայից գերազանցող քանակով։ Այն մնացածի մոտ այդ նյութը պարունակվում էր նորմալ չգերազանցող քանակով։ Հետևաբար դա չէր կարող առաջացնել քաղցկեղ ու sense մի հատ հաշվարկ էին արել, որպեսզի սովորական նորմալ արևապաշտպանը քսենք եւ դրանից առաջանա չարակուռուցք, անհրաժեշտ է 5000 տարի ամեն օր քսել։ Բայց այդքան չենք ապրի երևի, հետեւաբար չենք հասնի դրան։ Բայց ամեն դեպքում այդ վախը դեռևս կա, այդ միֆը կա, որ չէ, ես արևապաշտպան չեմ քսի, որովհետեւ դրանից իմոտ կառաջանա ուռուցք։ Ու հետո ստեղ մի ուրիշ հարց էլ կա, որ մենք ընտրում ենք առասարակ մեր կյանքի ընթացքում չարյած փոքրագույնը միշտ։ Ու եթե արևով ախտահարվելով ավելի արագ ու ավելի վտանգավոր չարակ ուռուցք կարող ենք ձեռք բերել, քան թե արևապաշտպան քսելով, հետեւաբար պետք է քսենք արևապաշտպան։ Իսկ մաշկի բնական մկությունը, օրինակ ավելի թուխ եւ մի քիչ սպիտակաձյունիկ մարդ ով առավելություն ունի թե Թուխը միանշանակ, որովհետեւ թխությունը ինչով է պայմանավորված է մելանինային շերտով, այդ պիգմենտը թե ինչքանով է բաշխված։ Իսկ ինքը մելանինը ունի SPF։ Ինքը մելանինը շատ ուժեղ արևապաշտպանն է։ Ու հետեւաբար, եթե ինչքան մուգ է, այնքան ինքը արևից ավելի պաշտպանված է։ Հետեւաբար, օրինակ, ավելի շատ ու մոտ է լինում մաշկի քաղցկեղ հյուսիսային ժողովուրդների մոտ, հա, Բայց հակաինտուիտիվ է դա, սպիտակը չպետք է արտացոլի ավելի շատ արևը։ Չէ, սպիտակը անպաշտպան, սպիտակի բջիջները միանգամից կլանում են ճառագայթները ու դենթեն ենթարկվում է փոփոխության։ Այդ տրամաբանությամբ տեսեք, Հայաստանում էլ ստատիստիկորեն Գեղարքունիքի մարզում ավելի հաճախ են դիտվում մաշկի չարորակ նորագույացությունները։ Հասկանում եք ինչ։ Բարձրադիր, Սևան սիրում են։ Հա, իսկ Սևանը նույնիսկ արևապաշտպան է, այտենց բավականին բարդ են, որ գնացիր ուսերդ կարմրեցին մի օր հետո, դա մենք միշտ համարել ենք այտենց նորման։ Սևանից բա գնացել պետքա այտենց լինի։ Դե ուսերի կարմրելը արդեն այրվածք է։ Հա։ Իսկ այրվածքով, ել չեմ ասում դրանից հետո առաջացած պիգմենտացիայով նորից կրկնեմ, որ մենք մի քայլ մոտիկանում ենք չարակ ուռուցքներին մաշկի։ Հա, չարակ ուռուցքներ ասեցինք, այն ամենագլխավորը, որ ինչի համար հավաքվել ենք, չարակ ուռուցքների մասին խոսենք մաշկի, որտեղ դա շատ կարևոր է։ Առասարակ մելանոմա, չէ՞։ Մելանոման մաշկի բոլոր չարակ ուռուցքների մեջ գրավում է ընդամենը 1%-ը։ Բայց մելանոմայի ակտուալությունն ինչու՞մ է կայանում, որ ինքը շատ արագ մետաստազավորվում է, շատ արագ։ Եվ օրինակ ես պացիենտ եմ ունեցել, ցավոք, ով առաջին հայտնաբերումից 3 ամիս հետո մահացել է։ То есть դիմեց, հայտնաբերվեց մելանոմա 3 ամիս հետո մետաստազավորվել է գրեթե բոլոր օրգանները մահացել է։ Այսինքն այդ կարգի արագ, բայց բարեբախտաբար թեկուզ մելանոմայի դեպքերը հիմա շատացել են, բայց մահացությունը քչացել է, որովհետև վաղ փուլում հայտնաբերելությունն է մեծացել։ Իսկ ինչով ենք հայտնաբերում առասարակ մաշկի չարորակ ուռուցքները, այստեղ պետքա շնորհակալություն ասենք, այսպես մի գործիք է, կոչվում է դերմատոսկոպ։ Բարդ գործիք չի, փոքր, խոշորացույցի նման, հա, լուպայի նման մի հատ գործիք է, որով մենք թե մելանոման, թե բազալիոման, դրա մասին էսա խոսեմ, եթե մաշկի տափակ բջջային քաղցկեղը, այս երեքն են հիմնական մաշկի քաղցկեղները, հա, հնարավոր է վաղ փուլում հայտնաբերել այդ գործիքով, զուտ նայելով։ Հայտնաբերել, հետո արդեն ուղարկել համապատասխան միջամտությունների, մասնավորապես հեռացում եւ հյուսվածաբանական հետազոտություն։ Մարդը ինչ փնտրի իր մոտ, որ նոր գա դիմի ձեզ, որտեվ հենց ունենց ոչ ոք չի գա ասի ինձ մոտ դերմասկոպով գնայք։ Բարեբախտաբար, Նարեկ ջան, տենդենսը գնում է նրան, որ հենց տենց է լինում է, այսինքն հենց գալիս են ու ասում են մի հատ նայենք էլի։ Դա հիանալի է ուղղակի։ Իսկ առասարակ ինչ գտնի։
Նայեք, դե մենք գիտենք, չէ, որ խալերն են ռիսկի մեջ գտնվում, հա, որ բոլորս էլ վախենում ենք խալին ձեռ տանք, բոլորս էլ վախենում ենք խալը հանկարծ հեռացնենք եւ այլն։ Բայց այդ հեռացման բավարարես առանձին խոսենք, ինչի ենք խալերից վախենում, որովհետեւ խալերն են այն պոտենցիալ մելանոմայի վերածվող գոյացությունները։ Բայց առասարակ ասեմ, խալից առաջացած մելանոման զբաղեցնում է բոլոր մելանոմաների 15% ընդամենը։ Այն 85% մելանոմաների առաջանում է 0-ից։ Ճիշտ է, ինքը էլի տեսքով սկզբում նման է լինում խալով, բայց հենց այդ ժամանակ ամենասկզբից, եթե դերմատոսկոպով նայենք, մենք հասկանում ենք, որ դա մելանոմա է։ Նոր խալ։ Այսինքն, երբ մենք դիմում, երբ պետքա պարտադիր դիմենք մաշկաբանի դերմատոսկոպով հետազոտվելու համար, առաջինը նկատեցինք նոր գոյացություն, խալանման հատկապես պիգմենտային գոյացություն։ Երկրորդը, արդեն իսկ արկա խալը ենթարկվել է փոփոխության։ Իդեպ այս առիթը օգտագործեմ նաև այդ փոփոխությունների մասին ասեմ, թե ինչ փոփոխությունների պարագայում խալի ինչ փոփոխության պարագայում դիմենք մաշկաբանի, sense մի հատ բան կա, ալգորիթմ կա, կոչվում է ABCDE։ Այդ փոփոխությունների առաջին տառով A-ը ասիմետրիա։ Այսինքն, երբ որ այդ խալը դարձել է ասիմետրիկ, համաչափ չի։ Մի մասը մի քիչ ուրիշ ձևով է, մյուս մասը մի քիչ ուրիշ, նույնիսկ գույնն էլ տարբեր է, աջ մասը ավելի մուգ է, ձախը ավելի բաց է, всё դիմում ենք մաշկաբանի։ Եզրերը եթե դարձել են ոչ հստակ, հա, նախկինում կլոր հստակ էր, հիմա դարձավ, չգիտեմ, եզրազարդ։ Գույնը փոփոխվեց, առաջ մուգ էր, հիմա սպիտակեց, առաջ սպիտակ էր, հիմա մկվեց։ Աճը, առասարակ նախկինում ընդունված էր ասել, որ 6 մմ-ից մեծ ցանկացած խալ ցուցված է հետազոտելու դերմատոսկոպով, բայց հիմա դա այդքան էլ ճիշտ չի, որովհետև տեսեք, ես ասացի, որ մելանոման կարող առաջանա հենց 0-ից, դե ինքը միանգամից չի դառնում 7 սանտիմետրանոց ինչ որ գոյացություն, հա, ինքը փոճուրից 1 մմ-ից մեծանում, այսինքն հենց այն 1 մմ-ի ժամանակ եթե հայտնաբերենք, ժամ առաջ մենք կբուժենք հիվանդին, որովհետև բուժելն էլ ասեմ, որ մելանոմայի 90% դեպքերը բուժել են վաղ փուլերում։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան, ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոп, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Okay, եկեք սովորական միջին վիճակագրական Երևանցու վրա հասկանանք ինչ պետք է փոխի վարքի մեջ։ Օրինակ հունիսից մինչև օգոստոս։ Ես հիմա զգում եմ, որ ոնց էլ լինի, նույնիսկ մեքենայով ես քայլում, եթե կեպկայով ես քայլում, ինչ որ ձևով առերեսվում ես արևի հետ, արդյոք գուցե զոնտիկով, անձրևանոցով պետք քայլել կամ հայերը ամեն օր չեն քսուկ, եկեք լինենք անկեղծ։ Ինչ որ ուրիշ վարքագծային բաներ կա, որ կարանք ընդունենք, որ խուսափենք ռիսկերից։ Տեսեք, ամենամեծ խալը այն է, որ ասում եք մայիսից, չգիտեմ, մինչև սեպտեմբեր կամ հունիսից։ Ամենասխալը դա է, որովհետև իրականում տարին 12 ամիս արևը կա։ Օրվա միակ ժամանակահատվածը, որ ժամանակ
արևապաշտպան քսելը պետք չի, դա գիշերն է։ Մնացած ժամը տարվա ցանկացած եղանակ ցերեկը պարտադիր արևապաշտպան պետքա քսվի։ Ձմռանը հատկապես։ Հիմա Ձմռանը բացատրեմ։ Երևանը Ինչ? вообще կուպոլի տակ է ալնում։ Նայեք, ինչի ձմռանը հատկապես, նու ձմռան ասելով ձնածածկ եղանակին հատկապես, դա լելի ֆիզիկա է, որովհետև Ներքևից։ արևի ճառագայթ համ Okay, քո վրա է ասնում, համ ձյան Ոչ մեծ մակերեսից շանս չեք անդրադառնում։ տալի։ Բան գոյատևման ոչ մի շանս չեք Այսինքն, տալի։ տեսեք, զուտ զոնտիկով, զուտ, չգիտեմ, երկարաթև հագնելով, ակնոց դնելով, դա քիչ է։ Դրա հետ միաժամանակ միշտ արևապաշտպան քսելը։ Այստեղ չկա կոմպրոմիս, հա, ասել չէ։ Այս նույնը ոնց որ էլի սիգարետի վերածեմ, մեկ ասի դե լավ, ես քիչ եմ ծխում, օրը 10 հատիկ եմ ծխում, կարամ ծխեմ, էլի սա կյանք։ Չէ, չենք ծխում եւ վերջ։ Նույն ձևի քսում ենք արևապաշտպան եւ վերջ, չկա կոմպրոմիս։ Էական չի սեռից, էական չի ազգությունից ու տարածաշրջանից։ Մի հատ ուրիշ հարցեր տամ, էլի հիմա շատ տարածված են Ալեքսանդրիտով, չգիտեմ ինչով մազահեռացման բաները, որը էլի երևույթի ինչ որ մաշկի վրա ազդեցություն է, որը բնական չի, դրանք ինչքանով ռիսկերը պարունակում են։ Տեսեք, հիմա բոլոր այդ լազերային մազահեռացումները կլինի Ալեքսանդրիտ, կլինի դիոդ, կլինի էլոս, կլինի այլ, իրանք մաքսիմալ անվտանգ են, չեն առաջացնում, սա բան չի, հա, մերկապարանոց արտահայտություն չի։ Վառ լույս է, չէ՞։ Բազմաթիվ, բազմահազարանոց հետազոտություններ են կատարվել, որ ժամանակ հաստատվել է, որ Ալեքսանդրիտային ճառագայթները, դիոդային ճառագայթները մազահեռացման սպեկտրում չեն առաջացնում ոչ մի չարորակ նորագոյացություն։ Իսկ բուն մազերը չեն օգնում, գուցե մազեր պահելը նույնիսկ արդեն մտածում թրաշ պահելու մասին դա օգնում է։ Այ դա համաձայն եմ, որովհետև ինչքան մազածածկույթը խիտ է լինում, այնքան իհարկե պարզ ֆիզիկա է, որ նա պաշտպանված է Շատ արևի հեռուստաեթոները ճառագայթներից։ Այո, եկեք դիմենք վազորդներին, որոնք աերոդինամիկության համար գնում են ձգումների։ Որովհետև օրինակ հեծանվա սպորտում Հեծանի ոտքերը ոտքերը թրաշում ես, ռեալ արագանում ես։ Ու արագանում են այդ մարդիկ։ Շոշափելի։ Հիմա անուններ չենք տա, Հա։ բայց այդ Բայց արդյոք այդ գնով Չէ, բայց այս Ալեքսանդրիտի հետ կապված մի հատ շատ կարևոր բան կա, տեսեք, Ալեքսանդրիտից հետո ուղղակի իստե մի հատ նյուանս կա, մաշկի զգայունությունը արևի ճառագայթների հանդեպ այդ պերիոդում առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում բարձրանում է։ Այսինքն առասարակ ոնց է կատարվում, կանայք կհասկանան, ծովափ գնալուց առաջ ինչ են անում, ասում են գնանք ամբողջ մարմին մի հատ մազահեռացումն անենք ու գնանք ծովափ։ Դա ամենասխալ բանն է, որ անմիջապես, այդ մի քանի անմիջապես օր գնում են։ ինչքան է պետք։ Գոնե մի շաբաթ, 10 օր, իսկ 2 շաբաթը իդեալական։ Որովհետև արեցին, գնացին, զգայունությունը բարձրացավ, արևահարվելու, եթե իհարկե արևապաշտպան չի քսելու, արևահարվելու ռիսկը մեծանում է, դա մեկ, եւ երկրորդը մի ավելի վատ էսթետիկ առումով կանանց համար, որ պիգմենտացիաների առաջանալը կետային, որտեղ որ լազերային գործիքը դրվում է մազահեռացման, ռիսկը մեծանում է դրանց առաջանալը։ Տգեղ, դժվար բուժմանը ենթարկվող պիգմենտացիաների առաջանալը մեծանում է դրանից հետո։ Բուժում ասեցի, նաև այստեղ բանի առասարակ չարակուռուցքների, մաշկի չարակուռուցքների բուժումից էլ խոսենք, էլի, դա էլ է շատ կարևոր, որովհետև շատերին թվում է, թե չարորակ նորագոյացություն, всё, դա արդեն դատավճիռ է, վերջ, էլ ելք չկա եւ այլն, չէ։ Բարեբախտաբար մաշկի չարակուռուցքները, նո դնենք մելանոման մի կողմ, հատկապես բազալբջջային քաղցկեղը կամ բազալիոման, որը համարվում է ամենաթեթև կամ ճակերտավոր ասած ամենաբարորակ չարորագոյացությունը, երբեք չի մետաստազավորվում, երբեք ինքը քայքայում է այդ հատվածը, բայց շատ հաճախ է հանդիպում, շատ հեշտ ենթարկվում է բուժման, նույնիսկ տեղային դեղորայքային բուժմանը, այսինքն կրեմ կա, քսում ենք այդ չարորագոյացությունին, վերանում է, հասկանում եք, բոլորին թվում է, թե չէ, հեսա պետք է ստանան քիմիոթերապիա, իմունոթերապիա, ճառագայթում, ճառագայթաբուժում, չէ, ընդհանրապես կրեմով կարելի է այդ հարցը լուծել կամ վիրաբուժական հեռացմամբ։
Դա բազալ բջջային է։ Տափակ բջջային քաղցկեղի պարագայում մի քիչ ուրիշ է, որը էլի շատ հաճախ հանդիպում։ Իսկ տափակ բջջային քաղցկեղի կարևորությունն ինչ է, ինքը շատ հաճախ առաջանում է նախաքաղցկեղային հիվանդություններից հետո։ Հասկանալի չի ինչա, բայց Նախաքաղցկեղային հիվանդությունները դրանք այն հիվանդություններն են, մի քիչ հանրամատչելի մի փոքր է։ այն հիվանդությունները նախաքաղցկեղային, որոնք եթե երկար ժամանակ մնան ու ոչինչ չձեռնարկվի ու շարունակվի դրանց վրա ազդել քաղցկեղածին գործոնը, դրանք մի օր հաստատ վերենացվելու քաղցկեղի։ Օրինակ նախաքաղցկեղային վիճակ կարելի է համարել կոնդիլոման, սեռական գորտնու Կ, որը հարուցվում է պապիլոմա վիրուսով։ Սեռական բանը դառնում նախաքաղցկեղային։ Որովհետև Որտեղ մեզ էդի չէին ասել։ շեղվենք դեպի Հիմա դրան։ մեզ դիտող սիֆիլիտիկները հարցեր ունեն։ Շեղվենք դրան, ասեմ, նայեք։ Պապիլոմավիրուսը ինչ է, վիրուս է։ Վիրուսը ո՞նց է կենսագործում։ Վիրուսը մտնում է բջջի, տիրոջ բջջի գենոմի մեջ, DNT-ի փոփոխությունները առաջացնում եւ սկսում է արտադրվել, վերարտադրվել վիրուսը, հա։ Հիշենք մի բան, որ ցանկացած գործոն, որը կներազդի մեր գենոմի վրա, կարա բերի տեսականորեն կամ պրակտիկորեն այդ գենոմի մեջ մուտացիաների, որն էլ ի վերջո կարա բերի չարորակ նորագույացությունների ձևավորման։ Ոստեղ միայն պապիլոմավիրուսը չէ, բոլորս էլ գիտենք հեպատիտ B-ի եւ հեպատիտ C-ի մասին, հատկապես հեպատիտ C-ի մասին, որը կրկին վիրուս է, վիրուսով հարուցվող հիվանդություն է եւ որը չբուժելու պարագայում կարա բերի լյարդի քաղցկեղի։ Բոլորս էլ գիտենք Helicobacter pylori բակտերիայի մասին, Բոլորս։ որը ապրում է ստամոքսում, Հին ու բարի հելիկոբակտերը։ որը ապրում է ստամոքսում եւ որը համարվում է ստամոքսի քաղցկեղի ռիսկի գործոն։ Այսինքն այստեղ զարմանալ, որ որևէ մի հարուցիչ Գրիպը օքեյ է հələ։ գրիպը լավ օքեյ։ Գիտեք ինչ, կներեք, շատ խոսացինք բացասական բաների մասին, եկեք ինչ որ բարի բանի մասին նաև խոսանք։ Բարորակ քաղցկեղ։ Այդ ինչ է, ինչով է բարորակ ուռուցքը այդքան բարի, ինչով է տարբերվում չարորակից։ Մի քիչ բարու վրա կենտրոնանանք։ Սերգեյ ջան, բարորակ քաղցկեղ չի կարա բարորակն ու քաղցկեղը իրար հետ բռնել։ Քաղցկեղը ինքն իրան նշանակում է չարորակ նորագույացություն։ Բարորակ նորագույացությունը քաղցկեղը հանեցինք։ Բարորակ նորագույացության ամենագլխավոր որոշիչ առանձնահատկությունը չմետաստազավորվելու ընդունակությունն է 1, եւ երկրորդը բարորակ նորագույացությունը հաճախ սահմանափակվում է իր աճում որևէ մի փուլում։ Չարորակի նման չի, որ անդադար աճի։ Բայց սիմպտոմները, այսինքն հարակից հյուսվածքները։ կարելի է նկատել, պետք է հեռացնել, թե կարելի է չհեռացնել։ Բարորակ նորագույացություններից շատերը չեն վերածվում չարորակ նորագույացությունների։ Այսինքն հեռացումը իրականացվում է առաջինը բժշկական ցուցումներով, թե ինչքանով է բարորակ նորագույացությունը խանգարում հարակից հյուսվածքներուն։ Եվ երկրորդը էսթետիկ նկատառումներից ելնելով արդեն որպես մաշկաբան ասեմ, թե ինչքանով է դա պացիենտին անհանգստացնում կոսմետիկ առումով։ Օրինակ խալը, սովորական առողջ խալը կարելի է համարել բարորակ նորագույացություն։ Հա, եւ դրա հեռացումը կարա լինի կրկին բժշկական նկատառումներից ելնելով, եթե առաջինը տեղակայված է արևահարվող հատվածներում, օրինակ դեմքին։ Տեղակայված է անընդհատ հարվող, շփվող հատվածներին, ծալքային հատվածները կլինի, գոտկատեղի հատվածները կլինի, կամ շատ ավելի կարևոր, եթե խալը ենթարկվում է որևէ փոփոխության։ Նման դեպքերում հեռացումը բժշկական ցուցումներից է։ Իսկ մնացած պարագաներում, երբ որ չգիտեմ, բուժառոյի պացիենտը դուրս չի գալիս եւ այլն տեսքից, արդեն էսթետիկ նկատառում։ Իսկ հեռացումը վտանգավոր չի, դա էլ է միֆ, երբ որ ասում են խալին ձեռ տալ պետք չի։ Տատս։ Հա, նարեկ օհորմացիք։ Որովհետեւ խալին ձեռք տալ պետք չի, բայց խալը կարելի է հեռացնել։ Այսինքն խալը ինքը ձեռք տալ, պոկել, քաշել, ճզմել, չգիտեմ, քորել, վնասել պետք չի։ Բայց եթե վիրաբույժը հեռացնում է, մենք ոչ թե դա պետք չէ, ընդհակառակը ցանկալի է ցանկացած խալ հեռացնել։ Եվ առասարակ մեր մեջ ասած չկա այդպիսի գոյացություն մեր մաշկի վրա, որը չի կարելի հեռացնել։ Ցանկացած գոյացություն կարելի է հեռացնել, բայց հեռացնելը ճիշտ պետք է կատարվի։ Ճիշտ կատարել խալի պարագայում, ճիշտ հեռացումը որն է, մանավանդ հիմիկվա այդ լազերային հեռացումների տրամաբանությունը, երբ որ նայում ենք,
այրել խալը լազերային ճառագայթներով կամ այլ մեթոդներով չի կարելի, այրելու միջոցով հեռացնել չի կարելի։ Կտրվածքի միջոցով իհարկե պետք է, որովհետև խալը ինքը ներաճող գոյացություն է, այսինքն խորը գոյացություն է եւ հետեւաբար Արմատներ ունի, հա։ նո կարելի է ասել ճակերտավոր ասած արմատներն մեծ կտրվածքով պետք է հեռացվի այդ ամենը։ Այսինքն դες պիավորվելու է։ Հնարավոր։ Ձեր վիրահատությունը շատ լավ է անցել։ Հա, ինչ լավ է։ Մեծ, կլոր, ձիգ, 4-րդ համար։ Այսինքն Լավագույն ֆրանսիական սիլիկոնն ենք դրել։ բայց իմը պետքա կուրաղեք հեռացնեիք։ Իսկ ընտրությունների գնացել եք։ Չէ։ Բա ինչի վրա եք զարմանում։ Եթե դու չես ընտրում, ընտրում են քո փոխարեն։ Դժվար է առաջի շաբաթն է։ Մի շաբաթ հետո նենց եք ընտելանալու, չեք էլ զգա։ Okay, ես մի հատ էլ հարց ունեի, էդ էլ տամ ու в принципе այնքան բան եմ հիմա փոխելու իմ կյանքում գլոբալ, որ էլ վախենում եմ նոր բան իմանամ։ Բանում ծովափին պարկած ենք, զոնտիկի տակ։ Էլ ինչ անենք։ Արևը ընկնում է, բայց ստվերի տակ ենք։ Այն ուժեղ արտացոլանքը ավազից, բանից էտել է ամեն դեպքում համահանում։ Այսինքն նույնիսկ ընդեղ էլ լրիվ պաշտպանված չենք առանց այդ քսուկի։ Ժողովուրդ, հա, Ասենք Սևանում, որտեղ մենք շատ արխային ենք, էլի Սևանում ինչ որ բանի տակ, զոնտիկի տակ կամ ծառի տակ ու թվում է թե պաշտպանված ենք, բայց արդեն վստահ չէ, որ այդ դեպքում պաշտպանված ենք։ տեսեք, նույնիսկ այս ողջ համալիրով զոնտիկը կլինի, հագուստը կլինի, ակնոցը, արևապաշտպանը, էլի մեկը 100% չի։ Արտացոլման պահով, Ստեղ հա, արտացոլման պահով, ստեղ նաև շատ կարևոր որ ժամին ենք գտնվում։ Դրա համար ենք ասեք ժամերն էլ ասեք, երբ չգնանք։ երբ չգնանք, ցանկալի է 11-ից 4-ը չլինել արևի տակ։ Եթե լինում ենք առավոտյան Adzakata da rasveta, էլի։ 4-ից հետո, որովհետև արևի ճառագայթների ուժգնությունը այդ ժամանակ մաքսիմալ չէ, համատաբար ավելի թույլ է եւ չի պարունակում այդ ուժը, որ առաջինը առաջացնի արևային արևածք եւ երկրորդը առաջացնի դենթեի փոփոխություններ։ Ես կուզեի մի քիչ ընդհանրանանք ավելի քաղցկեղի թեմայով, որովհետև դե անխուսափելի է, որ անգամներով ավելի հաճախ ենք դրա մասին լսում, անգամներով ավելի երիտասարդ մարդկանց մոտ ենք դրա մասին լսում, ինչն է մեր կյանքում, որ դրա վրա ազդում է, ողջամտորեն ինչը կարանք փոխենք, որ հասկանալի է, բան չենք կարա վերացնենք, բայց գոնե այտենց շոշափելի նվազեցնենք։ Տեսեք, մի հետաքրքիր թիվ ասեմ, որ թիվ չէ, ընդհանրապես ինֆորմացիա, որ քաղցկեղների թվերը գնալով մեծանում են։ Տեսեք, մենք ինֆորմացված ենք, գիտենք ինչ անել, ոնց պաշտպան ու իրականում ասեմ ձեզ, տենդենսը գնում է նրան, որ մարդիկ սկսում են պաշտպանվել եւ այլն, բայց միևնույն թվերը շատանում են, դրա պատճառը հեսա կասեմ։ Այսօրվա դրությամբ, մի հատ հետաքրքիր ստատիստիկ թիվ, ամեն տարի 20 միլիոն մարդ հիվանդանում է քաղցկեղով։ Հաշվարկված է, որ մինչև 2050 թիվը, այդ թիվը հասնելու է 35 միլիոնի։ Այսինքն մոտավորապես 1.5 անգամ, հա, երևի, չէ, մի խոսքով ինչ որ մի քանի տոկոսով ավելանալու է։ Բայց այստեղ ավելացման պատճառը ոչ միայն նա է, որ բառացիորեն ավելանում են ուռուցքները, որտեղ մեզ վատ ենք պահում, այլ ավելանալու ամենամեծ պատճառն է, որ հայտնաբերելությունն է մեծան։ Շնորհիվ հայտնաբերելու համար կիրառվող մեթոդների զարգացման։ Նույն դերմատոսկոպը նշեցի, 30 տարի առաջ դերմատոսկոպ չկար, այսինքն մենք պետքա սպասենք զարգանալ իսկ կլասիկ մելանոման, մարդուն ուղարկենք ամպուլում, երբ որ ինքը էլ բուժելի չէր։ Կստացի կարողա բերել եք ձեր հետ։ Չէ։ Ես մի հատ խալ ունեմ։ Նոր հիշեցի, ինքը չկար։ Բայց լավ, ուրեմն մի ուրիշ անգամ։ Վերջեցա։ Ու ոչ միայն դերմատոսկոպի մասին է խոսքը գնում, այստեղ մագնիսիառեզոնանսային հետազոտությունն է, հա, աչուձախ անում ենք, համակարգչային շերտագրություն, կոմպյուտերային տոմոգրաֆիա, կատեն աչուձախ անում ենք, որոնք հեշտացնում են վաղ փուլերում
քաղցկեղի Կարող հայտնաբերելությունը։ է վաղը միսօր հեռախոսով տենց հավելված լինի, ոնց որ հիմա ինչ որ մատը դնում ես ճնշումն ա չափում iPhone-ըդ բան, էդ էլի նայես խալդ Տեսեք, կա ու գնում են դեպի դրան, որ դերմատոսկոպով նկարված պատկերը, դերմատոսկոպիկ պատկերը ուղարկեն որևէ մի ծրագրին, ու այն արդեն պայմանական արհեստական բանականությունը մեկնաբանի։ Okay. Դա կհեշտացնի բժշկի աշխատանքը իրականում, սխալների Բայց հավանականությունը այդ աճը այդ կքչացնի։ մենակ հայտնաբերելիությունն է, թե ինչ որ մեր Հիմա գործոններն են։ հայտնաբերելիությունը հասկացանք, բայց այստեղ նաև հասկանանք գործոնները, թե ինչն է նպաստում ու գնալով դրանք էլ են շատանում այդ գործոնները նպաստող։ Տեսեք, եկեք երկու փուլ գործոններ առանձնացնենք, հա, գործոններ, որոնք նպաստում են քաղցկեղային բջիջների շատացմանը, դրանք համարեն քաղցկեղածին գործոններ, եւ գործոններ, որոնք նպաստում են հակաքաղցկեղային պաշտպանության նվազմանը։ Okay. Ու այս երկու գործոնների արկայության պարագայում կզարգանա քաղցկեղ։ Հիմա ամենաառաջին գործոնը շրջակա միջավայր։ Սկսենք օդի աղտոտվածությունից։ Գնալով մեր օդը աղտոտվում է, ավելի աղտոտված է դառնում, քան թե նախկին տարիներին, չէ՞։ Սիգարետ։ Տենդենսը գնում է նրան, մարդիկ սկսում են շատ ծխել։ Ցավոք, Իսկ հան ինֆորմացիա հետո միևնույնն է տենդենսը գնում է նրան, որ մարդիկ շատ են ծխում։ Իսկ են որ իրան որտեվ այդ բոլոր մարդիկ ովքեր շատ են ծխում, ասում են ապեր, էսի էլեկտրոնային վեյփա չի, այդ բանն է։ Չէ, բայց դե մի ուրիշ այս առիթը օգտագործեմ մի ուրիշ շատ կարևոր բանի մասի խոսեմ, այսպես բաներն է։ որը ցավոք ընդունված է ու միջև հիմա կզարմանաք, որ նման խոսակցություն կա։ Մարդիկ կան, որ ասում են դե լավ, սիգարետը ինչ քաղցկեղածին, դե լավ, իմ պապին 100 տարի ծխել է, ապրել է, ինչ կա դրա մեջ, որ ես ինչ եմ ասում, որ միայն քաղցկեղածին գործոնի արկայությունը քիչ է։ Պետք է լինի նաև հակաքաղցկեղային պաշտպանության նվազում։ Այսինքն, եթե այդ մարդուն ընդունենք, որ 150 տարի ապրել է ու 10 տարեկանից ծխել է, բայց ապրել է առողջ իմունային միջավայրում, հա պաշտպանվել է որ ժամանակ։ Բայց ցավոք մեր իրականության մեջ մենք չենք ապրում առողջ իմունային միջավայրում։ Մեկ, եւ երկրորդը մենք ապրում ենք այն միջավայրում, որտեղ միայն սիգարետը չի, որ քաղցկեղածին է, այլ քաղցկեղածի նյութերի հետ էլ ենք շփվում։ Կոմպլեքս է։ Օդի աղտոտվածությունը նշեցի։ Շատ կարևոր է նաև տան օգտագործվող բաները, բուրումնա վետիչներ կամ հոտավետիչները, որ փչում են, ասվեժителները, հա, սրանք էլ են քաղցկեղածի նյութեր պարունակում, իհարկե։ Շատ կարևոր է սնունդը, ամենակարևորը, որը չզարմանաք, էլի տենդենսը գնում է, որ քաղցկեղածի նյութեր պարունակող սնունդ ենք շատ օգտագործում։ Մշակված սնունդը, ուլտրա վերամշակված սնունդը, երշիկը, նրբերշիկը, չգիտեմ, կոնսերվանտներ պարունակող նյութերը, սննդամթերքները, այրված սնունդը, հատկապես այրված կարմիր միսը, այրված կարմիր, նայեք, առասարակ կարմիր միսը ինքը քաղցկեղածին է։ Լավ, sense կոպիտ չասեմ, բայց ամեն դեպքում լավ, տենց է թող լինի։ Բայց բոլոր մսերից ամենակաղցկեղածին է, որովհետև ապացուցվել է, հաշվարկվել է, որ կարմիր միսը 2%-ով ավելացնում է հաստատակի քաղցկեղի հավանականությունը։ 2%։ Բայց այրված, ջերմային մշակման ենթարկված, ոչ թե էփված, այլ այրված, խորովածը կլինի, չգիտեմ, խորովածն էլ է մեջը։ Самое сердце։ Այրված միսը օրեկան ամեն օր 300 գրամ այրված միս ուտելով մենք ռիսկը մեծացնում ենք 18%-ով։ Ընդեղ 2, ստեղ 18։ Տեսեք քանի անգամ։ Խոզը կարմիր միս չի։ Բա ինչ գույն է։ Ավելի սպիտակ է։ Հələ խոզ ավելի հավ ու կամ մնացած ամեն ինչ։ Սնունդը ասեցինք, հաջորդը նաև սննդի տեսանկյունից, այստեղ խոզ ասեցիք, խոզը ճարպոտ միս է։ Ճարպակալումը նպաստում է ուռուցքների առաջացմանը։ Ոնց, ինչպես։ Ոչ թե ճարպակալումը քաղցկեղածին, այլ ճարպակալումը բերում է իմուն համակարգի թուլացման։ Հակաուռուցքային պաշտպանության նվազման։ Հասկացանք։ Այստեղ ոչ անդադ է բանը վասպալինիա ոնց որ մոտ անդադ բորբոքում է տեղի ունենում ու առասարակ ցանկացած քրոնիկ բորբոքային process կարա բերի ի վերջո քաղցկեղի ակտիվացմանը նստակյաց ապրելակերպը քաղցկեղի նպաստող գործոն է այսինքն հասկանում եք այնպիսի գործոններ են որոնք մենք տեսնում ենք ամեն օր ու որոնք գնալով շատանում են ու հետեւաբար դրանց հետևանքով զարգացող քաղցկեղներն են շատանում։ Օ ես մի օր մի հատ բժշկական միջոցառում էի վարում, այնտեղ պրեզենտացիայի ժամանակ ասացին, որ բանը սովորական ինքնաթիռ նստելը, այդ ոնց որ մի քանի անգամ ռենտգեն անես։ Այդ
Կա դրա մեջ ճշմարտություն։ Չեմ կարծում, ես չեմ լսել նման բան, որովհետև ռենտգեն ճառագայթները Որտես մի հատ համարվում Երևան, Լոս քաղցկեղածին։ Անջելես թռար, էդի տենց շատ Չեմ լսել նման բան, ու հնարավոր է կարելի է ստուգել, բայց ինքնաթիռ նստել ասեցիք, հիշեցի, նաև խոսենք ստրեսի մասին, որտեղ ստրեսն էլ է համարվում քաղցկեղածին գործոն։ Բայց հայերը միշտ են Էդի ես գիտեի։ Հա, ես որովհետև գիտեի։ ստրեսը ինչի է բերում, ստրեսը բերում է կորտիզոլի մակարդակի բարձրացման։ Դու հիմա մեր սաղի կորտիզոլի մակարդակը ես։ Հա, Այդ եմ ասում։ Գիտես, Կորտիզոլը թույլատնում է իմունիտետը։ Իսկ դու գիտեք գլյուկոկորտիկոիդների մասին։ Հապա Էդ էլի ստրեսի հորմոններն են, ինչ որ տենց Սապոլսկի կորտիզոլը բարձրացավ, իմուն համակարգը նվազեց, հակառուսկային պաշտպանությունը թուլացավ։ Այսինքն հիմա տեսեք, այս կոմպլեքսի մեջ պետք է նայել, ու երբ որ այդ մարդը ասում է իմ պապին 100 տարի ծխել է ու ոչ մի քաղցկեղ չի առաջացել իր մոտ, այդ ժամանակ ստրեսից հեռու ապրելը, առողջ սննդով սնվելը, չգիտեմ, գյուղում ապրելը, այդ ասֆալտը քաղցկեղածինը, ասֆալտից հեռու ապրելը, բարձր է որ իր մոտ չի առաջանա։ Ասֆալտը քաղցկեղած։ Ասֆալտը քաղցկեղած։ Այսինքն ոնց է շնչելով այդ որ տակ։ Որովհետև նայ, դե չափել են ասֆալտի մակերեսին այդ բենզոլ օղակների կոնցենտրացիան բարձր է։ Բայց մենք շնչելով ենք իրան։ Սպասի, այստեղ կարևոր հարց է, իսկ վատ ասֆալտը ավելի քիչ քաղցկեղացիություն, այսինքն։ Որտեղ այնտեղ Երբ որ ասֆալտ չկա, դիտում չեն արել։ Շեբենյուվատնա։ Դրա համար օրինակ ամենառիսկի մեջ են գտնվում այստեղ ասֆալտ փռողները։ Մենք ո՞նց ենք տեսել ասֆալտ փռողներին։ Մեր մարմնով կամ մեր մարմնի վրա մի հատ ինչ-որ դեղին ժիլետ գցած, արևի տակ վառվող ու այդ թարմ ասֆալտը լցնող։ Բազմակի քաղցկեղածին գործոնների ազդեցության տակ են այդ մարդիկ։ Դրա համար ստատիստիկորեն ման մարդկանց մոտ քաղցկեղը շատ է, իսկ ստատիստիկորեն քաղցկեղ շատ է նաև ռենտգենի մասին խոսացինք, ճառագայթային բժշկությամբ զբաղվող բժիշկների մոտ։ Իսկ ինչ կարանք անենք, որ այդ ամեն ինչը բանանենք, օրինակ սպորտով զբաղվելը, չգիտեմ, ինչ կարանք հակադրենք այս ձեր ասած վտանգներին։ Տեսեք, նախ եւ առաջ առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվ կենսակերպ, դա մեկ։ Առողջ սնունդ, որը պետքա ենթադրի հնարավորինս քիչ մշակված, վերամշակված սննդամթերքների ընդունում, նույն երշիկ, նրբերշիկ եւ այլն, հակառակը հնարավորինս քիչ մշակված կամ թեթև մշակված սննդի ընդունում նախարախուսվում, ծխախոտի օգտագործումը դադարեցնել, ալկոհոլի օգտագործումը չափավորել, եւ ամենակարևորը ապրել ուրախ միջավայրում, որտեղ ստրեսը պետքա չլինի ու պաշտպանվել արևից։ Միշտ Դանիա ենք տեղափոխվում մոտավորապես։ Այնտեղ կլինենք թուխ, մակերեսը ցածր, ստրեսը ցածր, ամենաերջանիկ երկիրն է։ Կամ Անգլիա, այնտեղ вообще արև չի լինում։ Արև ամպերով էլ է թափանցում։ Այնտեղ ստրես։ Չեք տալիս, փրկողակ չեք գցում ես ոչ մի ձև։ Բայց չհասկացանք։ Բայց մի վարքյան լոնդոնցիք էլ պետք է, այսինքն քսուքսեն։ Բոլորը։ Իրանք գիտեն։ Արևապաշտպան ավելի քիչ։ Ինչքան որ քաղաքապետ օրինակ, ինչքան է պարադոքսալ հնչի, երևի միակ ռասիզմ չհնչի, բայց ամեն դեպքում երևի միակ տեսակը մարդկանց, ովքեր պետքա չքսեն արևապաշտպան, կարիք չունեն այդքան արևապաշտպան քսելու, դրանք աֆրոամերիկացիներն են։ Հա դա մելանոման շատ։ Իսկ աֆրոֆրանսիացիք։ Ну կամ էլ իրեն։ Ես հասկացա։ Աֆրոհայերը։ Դե հա։ Հա, այսինքն վերջերս լսում էին մի խոսքով աֆրոամերիկացի Նիլ Դեգրաս Տայսոնի մի հատ ոդքասթ, որ շատ գիրք, ու այնտեղ ասում էր, որ ինչքան ավելի ուշ է ծերանում սևամորտների մաշկը կապված ուղղակի ֆիզիկայի օրենքների հետ։ Ճիշտ բանի հարաբերությունների մեջ է այդ արևի ճառագայթները եւ այլն։ Նենց որ հա այդ ժամանակ ուշադրություն դարձեցի իրոք շատ ավելի ինքը նկարագրում է շատ ավելի էլեգանտ են ծերանում այդ մաշկի Պատճառը նրանում է, որ իրենց մաշկի արևապաշտպանությունը բնական այդ SPF-ը ու առհասարակ նաև բոլոր ճառագայթներից ավելի արտահայտված է այդ մքության շնորհիվ։ Արա ինչքան դեբիլ էր Մայքլ Ջեքսոնը։ Չէ։ Մայքլ Ջեքսոնը ուրիշ խնդիր ուներ։ Մայքլ Ջեքսոնը ուներ վիտիլիգո կոչվող հիվանդությունը,
որ Հա։ Դու միջև հավատում ես, որ օպերացիա արես սպիտակ էլ, հա։ Հա։ Okay, չէ, ինքը ուներ վիտիլիգո հիվանդություն, որ ժամանակ մաշկը սպիտակում էր կորցնելով մելանոցիտներին։ Իր խնդիրը այն էր, որ sense շատ տեղ էր, որ առանց գրիմի իրան տենայր, sense խառը ինչ որ գույներ էր, sense այդ ուրիշ մարդիկ եկան այդ բանով։ Ինքը sense տանալնի էր շատ անում։ Ձեռներին էր, սաղ մարմինն էր տենց։ Դե միջև վերջ թե ինչ որ պահի իրոք օպերացիա արեց սպիտակեց։ Կա տենց օպերացիա, չէ։ Կա ոչ թե օպերացիա, գունաբացող միջոցներ կան, որ ասում են, հա, որոնք Ժավելացնում։ վերացնում է, հա, նու համարյան մի բան, որոնք կամ լազերային միջամտություն հիմա էլ կա, որը վերացնում է մելանոցիտներին։ Հա, բայց այն վաղ կար։ Ժամանակ չգիտեմ։ Okay, Всё. ես չէ, մի հատ էլ կարևոր Всё. բլոկ մնա։ Давай, Չէ, да, այս окей, բանը սովորական Ես ծխախոտ։ պատրաստ չեմ նոր բան իմանալ էլ։ Այս նոր թիթիզ բաներ, այդ վեյփեր, ինչ-ինչ։ Նայեք, Պետի մաշկի հետ այդքան կապ Չէ, չունի։ բայց քաղցք։ ունի։ Ծերանում էլ են, չէ, ավելի շուտ ծխողները, Հա, դա էլ։ գույնը փոփոխվում մաշկի։ Ախր եկեք sense մի բան հասկանանք։ Ծխելը էական չի, վեյփ կծխենք, Լսեցիք, սիգարետ էական կծխենք, թե չգիտեմ, բան, այկոս, հա։ Այքոս։ Ծխելը ենթադրում է նիկոտինի ստացում առաջին հերթին։ Այսինքն երեքի մեջ էլ կա նիկոտին։ Նիկոտինը ինչի է բերում։ Նիկոտինը ազդում է անոթների վրա։ Անոթների պատերի կծկողականությունը վատանում է։ Անոթ ամենտեղ կա սկսած մաշկից վերջացած սրտով։ Հետևաբար ինչ է բերում, վատ արյան շրջանառության է բերում։ Հետևաբար ինչի է բերում, иммун համակարգը չի հասնում նպատակակետին, որտեղ արյունը նորմալ չի խաղում ժողովրդական լեզվով ասած։ Դա մեկ, այդ հիշեցինք։ Երկրորդը, ծխախոտի մեջ 5000 անուն հայտնաբերել են տոքսիկ նյութեր կան, որի կեսը քաղցկեղածին է։ Այսինքն ծխախոտը իրանից ինչ է ենթադրում։ Միջոց, որը գցում է իմունիտետը, միջոց, որը քաղցկեղածին է։ Այս երկուսի համադրությունն է։ Հա, համեն կողմից է խոփում։ Վեյփերի եւ բաների մեջ, այքոսի մեջ այդ խեժի բացակայությունը նո կարող է բերի քաղցկեղածի նյութերի հնարավորինս քչացմանը, բայց միևնույնն է կա։ Միևնույնն է նիկոտինը կա։ Եվ այս ամենը մեկը նպաստում է քաղցկեղի ձևավորմանը։ Եվ այն որ 80-ից 90% թոքի քաղցկեղի պատճառը սիգարետն է, ծխախոտն է։ Իսկ այդ пассив ծխելը, որ մենք Պասիվ ծխելը դա էլ է ծխելու նման մի բան, որովհետև մենք միևնույնն է քաշում ենք այդ խեժերը, ծուխը։ Չգիտեմ, նկատել եք թե չէ, Երևանով ցերեկով փողոցով մաքրոթին քայլում ես, արա ծխած է։ Հա։ Վրոդի դուրսն ես, բայց ծխած է։ Սենց էլ չեմ ասում, ասեն կանգառում կամ ինչ-որ սենց, չէ, Կստати, քայլում ես Էսի լավ առիթ է, ես նույնիսկ ուզում եմ սոց գովազ դանեի, չեմ շմարեցինք թե չէ, որտեվ մարդիկ այդ քայլելով ծխելը, էլի կամ ամենտեղ ծխելը, օքեյ, դու փչացնում ես քո առողջությունը, բայց փորձի գոնե վայելել դա կամ ինչ որ մի հատ ինձ կանգնես, այդ սիգարետը մի հատ Սուրճի հետ հաճույք ստանաս սուրճի, ինչ որ դες գործ անելով բան, նորը պամիդոր է առնում։ Ես մեկ պամիդոր եմ առնում, ու ինչ որ դժվար 8 կիլո բարձրացրել է, այս միս բանն է, ասես սիգարետը բան, արդյոք ինքը այդքան հաճույք է ստանում դա։ Գուցե կշռեր պամիդորը, հետո նոր գնար lunch break-ին, միացած լավ քաշեր հանգստանար։ Ու սենց ստիպված ես հանեցի պապիրոսը իր բերնից, ասի ես կպահեմ, դուք կշռեք, ինքը կշռեց, զարմացավ իհարկե։ Հետո վերադարձեցի, ինքը շարունակեց, բայց արդյոք պետք էր вообще ստրեսային վիճակում ծխել, թե եթե ծխում ես, փչացնում ես, գոնե վայելի դա արա։ Այդ քայլելով բանը, Աբովյան փողոցով քայլում ես, մեկը քայլով ծխում է, խի, Աբովյան փողոցը ծխած հոտ ունի։ Խի։ Դե տեսեք, հենց այդ ստրեսային իրավիճակում ծխելը կրկնակի քաղցկեղածին գործուն է։ Ստրեսն էլ է։ Բայց համե ծխում են, որ ստրեսը իջացնեն։ Մեր ծխում ստրեսի շեն, բայց միևնույնն է ստրեսը չի վերանում։ Հա։ Այստեղ լավ բաներից որ խոսած ուզեցինք խոսանք, չգիտեմ, փորձեցինք խոսալ։ Բարորակ բաներից, Չէ, բայց լավ բաները ուղղակի մի հատ էլ հիշացնեմ մեր դիտողներին, որ բարեբախտաբար շատ պետություններում, այդ թվում նաև Հայաստանում գործում են ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավոր է լինում վաղաժամ հայտնաբերել քաղցկեղները եւ խորհուրդ եմ տալիս եւ առհասարակ բոլորին այդ ծրագրերից օգտվել, որովհետեւ ծրագրերը մեծամասամբ անվճար են։ Օրինակ, սկսենք ամենաառաջինից, դա պապքսուկն է, որով փորձում ենք հայտնաբերել այն պապիլոմավիրուսի հետևանքով հնարավոր առաջած արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ 30-ից 60 տարեկան կանանց մոտ
կարելի է պապքսուկը 3 տարին մեկ հանձնել ու ժամանակին հայտնաբերել։ Դա մեկ, այսինքն խորհուրդ եմ տալիս, ով չի դիմել, թող դիմի իր տեղամասային բժշկական կենտրոնը, պոլիկլինիկայը ստուգվի։ Թաքնված արյան հետազոտությունը մեծահասակների մոտ, մինչև 75 տարեկանների մոտ, որով հնարավոր է լինում եթե հայտնաբերվի թաքնված արյունը կատարել ձերի անվճար կոլոնոսկոպիա, որով հնարավոր կլինի վաղաժամ հայտնաբերել հաստաղիքի քաղցկեղը։ Եվ իհարկե մամոգրաֆիան, էլի կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման համար կրկին խորհրդատվում, մեկ էլ մեր դա չնայած ինչքան գիտեմ ծրագիրը դեռ չի գործում, բայց ամեն դեպքում մեր ընկեր ուրոլոգի անունը տալով հիշենք, որ կա նաև շագանակագեղձի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման ծրագիր 50-ից հետո հանձնելով PSA անալիզ, որը խորհուրդ է տրվում բոլորին 50+ տղամարդկանց։ Այսինքն ինչ որ բարդ բաներ չեն, հա, մի քանի ժամանակ չխլող գործողություններ, այդ թվում նաև մաշկի առումով արդեն որպես մաշկաբան ասեմ, խալերը դերմատոսկոպով զննելով մենք հավատացեք կարողանում ենք շատ վաղ փուլերում հայտնաբերել, իսկ քաղցկեղների 90%-ը որ վաղ փուլերում բուժելի է, ու բուժելի է ընդ որում ոչ թե այն մեր իմացած կամ ձեր իմացած են բարդ միջոցներով, կրկին ասեմ, քիմիոթերապիայով կամ իմունոթերապիայով, այլ բուժելի է կամ վիրաբուժական միջամտությամբ կամ դեղորայքային միջոցներով տեղային, չբերելով հիվանդի կյանքի որակի վատացման։ Շնորհակալություն։ Շատ ինֆորմատիվ էր, շատ ցավեցած։ Հա, շատ այս ամեն ինչը շատ բարդ է թվում, որ սկսենք իրականացնել, բայց ինձ թվում է ինչ որ բաներ շատ հեշտ են։ Օրինակ երշիկ ավելի քիչ ուտելը ավելի հեշտ է, քան SPF-ը քսելը ամեն առավոտ։ You think you can do that? I'm already, հա, իրականում անում եմ, հա, չենք բանում, հա, իրակ։ Շատ շնորհակալ եմ, ինձ թվում է ամեն մեկը կքաղի սրանից այնքան ինչքան կարա տանի, բայց անգամ եթե ինչ-որ մի հատ փոքր մաս տանեք, այդ մեկը որոշ չափով նվազեցնելու է։ Շնորհակալություն ձեզ բժիշկ եւ հետեւեք մեր հաղորդումներին, կհանդիպենք մեր շաբաթ։ Կզարմանա, եթե այս հաղորդումից հետո ձեր կյանքը գոնե մի 47%-ով չփոխեք ապրելակերպը։ Ծխելու հատվածին մեր օպերատորը գնացել էր ծխելու ու չլսեց այն բոլոր արհավիրքները, որ իրան սպասում են։ Լավ, լուրջ կասնեմ։